Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներ։ Այսօր մեր եթերում դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է։ Խոսելու ենք ուրիդոկ դեղամիջոցի մասին։ Սիրելի հետևորդներ, շատ վաղուց ես չեմ խոսել Bonfarm-ի դեղագործական ֆիրմայի դեղերի մասին, այսօր որոշեցի համալրեմ այդ շարքը, որովհետև շատ կարևոր դեղամիջոցի մասին ես բաց եմ թողել ու չեմ նկարահանել։ Քանի որ վաղուց Bonfarm-ի մասին ոչինչ չէի տեղադրել, անցել էի Solgar ապրանքանիշին, այսօր որոշեցի մի փոքր փոփոխություն մտցնեմ ալիքում եւ ներկայացնեմ ձեզ Bonfarm լատվիական ֆիրմայի ուրիդոկ դեղամիջոցի մասին ողջ ինֆորմացիան։ Ուրիդոկը նախատեսված է արտազատման համակարգի գործունեությունը եւ լեղուղիների ընդհանուր վիճակը կարգավորելու ու նորմալացնելու համար։ Ուրիդոկը իր մեջ պարունակում է 400 մգ դեմանոզա, պարունակում է կլյուկվայի կամ հայերեն տարբերակով լոռամրգի էքստրակտ, սամիտ, եգիպտացորենի թելիկներ, կալցիում, սելեն, ինչպես նաև վիտամիններ D-ն, C-ն եւ E-ն։ Ցուցված է նաև հղիներին։ Ուրիդոկը համարվում է անվտանգ դեղամիջոց միզասեռական համակարգի եւ արտազատման ֆունկցիայի տարբեր խնդիրների դեպքում։ Ցուցված է նաև երիկամային հիվանդությունների ժամանակ, իհարկե բժշկի ցուցումով։ Հիմա խոսենք դեղամիջոցի մեջ առկա նյութերի մասին առանձին։ Առաջինը, որ ես շեշտեցի, պարունակում է դեմանոզա 400 մգ։ Դեմանոզան համարվում է ալտերնատիվ հակաբիոտիկ, բուսական մոնոսախարիդ է։ Հիմնականում օգտագործվում է ցիստիտային վիճակների ժամանակ, բացի դրանից կիրառվում է միզասեռական համակարգի բոլոր տեսակի ինֆեկցիաների բուժման դեպքում որպես առաջնային բուժման միջոց։ Երկրորդը եգիպտացորենի թելիկներն են։ Եգիպտացորենի թելիկները այս դեպքում օրգանիզմի վրա թողնում են 3 կարևոր ազդեցություն։ Առաջինը համարվում են միզամուղ, երկրորդը մաքրում են թունավոր նյութերից օրգանիզմը, ավելի ճիշտ միզասեռական համակարգը, եւ երրորդը ամրացնում են միզապարկի պատերը։ Հաջորդը կլյուկվայի կամ լոռամրգի էքստրակտ։ Արգելափակում է միկրոօրգանիզմների աճը եւ բարելավում է մեզի pH-ը։ Պարունակում է նաև սրոհունդ, բոլորիդ հայտնի զվեռաբոյը։ Սրոհունդը այս դեպքում օրգանիզմում կատարում է ֆիլտրացիայի դեր, ունի շատ ուժեղ հակաբորբոքային ազդեցություն։ Վիտամինների մասին արդեն ասել եմ, որ պարունակում է սելեն, պարունակում է C, D եւ վիտամիններ եւ կալցիում։ Դե առանց վիտամինների էլ մեր կյանքը բանի նման չի լինում։ Վիտամինները մեզ պետք են ամենուրեք, թե դեղորայքի մեջ, թե կյանքում, թե սննդի մեջ, ամեն օր, որովհետև առանց վիտամինների ուղղակի օրգանիզմները գոյատևել չեն կարող։ Տվյալ դեպքում կալցիումը ամրացնող դեր է կատարում, կոնկրետ ուրիդոկի դեպքում եթե ընդունում եք, սելենը, C-ն ու D-ն պատասխանատու են ընդհանուր օրգանիզմի իմունիտետի համար։ Ընդունում են օրական 1 կամ 2 կապսուլայից առավոտյան ուտելուց առաջ։ Նախնական կուրսը 2 շաբաթ է, իսկ ավելիի դեպքում միանշանակ բժշկի ցուցումով։ Սիրելի հետևորդներ, ուրիդոկը չունի որևէ հակացուցում, նույնիսկ ցուցված է կրծքով կերակրողներին ու հղիներին, բայց կրծքով կերակրողների ու հղիների դեպքում առաջնորդվել միայն բժշկի դեղատոմսով։ Այսքանը սիրելի հետևորդներ, հուսամ ինֆորմացիան ձեզ դուր եկավ։ Մնացեք խաղաղությամբ, իսկ մենք դեռ էլի կհանդիպենք։